Ըստ վիճակագրության Հայաստանի Հանրապետությունում բնակչության 20%-ը ունի անընդհատ կրկնվող գլխացավ։ Եթե դուք հետազոտվել եք և չեն հայտնաբերվել ֆիզիոլոգիական խնդիրներ, ապա արժե ուշադրություն դարձնել հոգեբանական պատճառներին։ Հոգեբանական չլուծված խնդիրներն ազդում են ձեր ինքնազգացողության վրա։ Գլխացավերը կարող են դառնալ խրոնիկական, երբ ունեք խիստ արտահայտված բացասական հույզեր, վախ, զայրույթ, ագրեսիա, տագնապ և այլն։ Տանը կամ աշխատանքային միջավայրում չեք կարողանում արտահայտել այդ հույզերը և դրանք գլխացավերի տեսքով են արտահայտվում ձեզ մոտ։ Գլխացավերի հաջորդ պատճառը դա ներքին քննադատությունն է։ Երբ դուք անընդհատ դժգոհ եք ձեզանից, անընդհատ վերլուծում եք ձեր խոսքերը և գործողությունները և ներքուստ մեղադրում եք ձեզ։ Այս լարվածությունը ևս կարող է դառնալ գլխացավերի պատճառ։ Տարածված պատճառներից է նաև ներքին կոնֆլիկտը, երբ դուք անում եք մի բան, որն իրականում չեք ուզում։ Հակասությունը ցանկությունների և գործողությունների միջև ևս առաջացնում է լարվածություն, որը հաճախ արտահայտվում է գլխացավի միջոցով։ Ուշադրություն դարձրեք հոգեբանական խնդիրներին, դրանք երբեք անհետ չեն կորում, արտահայտվում են հաճախ ֆիզիոլոգիական խնդիրների և հիվանդությունների միջոցով։